Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր ու թեժ զարգացումներ, այնպես որ միացեք, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Մեր ալիքում կտեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումների պակաս չկա, շատ շուտով հայտնվելու է Գոռի նախկին ընկերուհի։ Գոռի ու Սառայի սիրուն թվում էր, թե այլևս ոչինչ չի կարող շարունակել, բայց դա միայն թվում էր, քանի որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, ինչպես նշեցինք, Գոռի նախկին ընկերուհին հայտնվել է, իսկ հեռուստադիտողները կարծում են, որ Գոռը Սառային հարսանեկան զգեստով չպետք է տեսներ, քանի որ դա վատ նշան է։ Արամի պատմելուց էլ պարզ դարձավ, որ այդ աղջիկը հենց այնպես չի հայտնվել է, որպեսզի Գոռի կյանքը դարձնի իսկական դժոխք։ Արսենն էլ իր հերթին պտտվում է Սառայի շուրջ ու հետաքրքիր ինտրիգներ, հետաքրքիր նոր բացահայտումներ հեռուստադիտողներին շատ շուտով կսպասվեն, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող ինտրիգների մասին, նորությունների և իհարկե կերպարների ու դերասանների։ Ողջույն սիրելիներս, ակնոցներս հանեմ, որ ինձ տեսնեք։ Ես առավոտյան 7-ից իրականում արթուն եմ, ուղղակի չէի հասցնում սթորիներ անել։ Մենք հիմա պատրաստվել ենք, որ գնանք արդեն փորձերին, պետք էր հագնել սպորտային հագուստ, հաջորդ սթորիում ցույց կտամ սպորտային հագուստը այսօրվա։ Ինձ ինչ-որ մեկը կասի, թե որտեղ է հայերի իրավունքների օրենսգիրքը։ Կարդանք, անգրագետ չմեծանանք, թե չանդադար գրում են հայը իրավունք չունի, ես ինչ բան անելու։ Իմանանք ինչի իրավունք ունի անելու հայը, որ հետո խոսակցություն մեր վրա չկա։ Եթե ունեք, խնդրում եմ ուղարկեք անձնական նամակով։ Սիրելիներս ողջույն։ Ես շատ եմ ստանում նամակներ, որ պասիվ եմ Instagram-ում, ավելի շատ եք ուզում տեղեկանալ այստեղից, այո, այսօր որը պասիվ էի, որովհետև չէի հասցնում ուղղակի վիդեոներ նկարել, շատ խիտ գրաֆիկով ենք այստեղ։ Ես խոսելու եմ հայերեն, ճիշտ է, բոլորը խոսում են ռուսերեն ու անգլերեն այստեղից սթորիներով, բայց ես կխոսեմ հայերեն, որովհետև մենակ ձեր համար եմ խոսում։ Ուզում եմ ասել, որ այսօր պատրաստվում ենք գնալ եւ սկսել արդեն բեմադրությունները շոուի համար, չգիտեմ թե այնպես նստում է, թե չէ, որովհետև այստեղ աղմուկ կա։ Փորձեմ կիսվել ձեզ հետ։ Առաջին քույրը, երկրորդ քույրը։ Երրորդ քույրը եթե լիներ, շուբայով էր լինելու։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, ես ուղղակի գիշերազգեստով զբոսնում եմ, երի ամեն ինչ նորմալ է, բայց գիշերազգեստով զբոսնում ես Արմենի հեռուստաընկերությունում, այդ մի փոքր տարօրինակ է։ Բարև ձեզ։ Հոգուճիչ կերպարիցս Ռեբեկայից։ Ուրեմն ես մեր YouTube-յան կոմենտ գրող մասան ինձ թվում է լրիվ ուրիշ իրականության մեջ ապրում, որովհետև հիմա բացատրեմ թե ինչի։ Ուրեմն ես իմ կերպարը Ռեբեկան, այսօրվա արդեն անոնսում, իր մայրիկին ասում եմ մամ ջան, նայ, ուրեմն քո մեծ աղջիկը, նույն ինքը Սառան, արդեն 148 սերիա է, ապրում է խղճի խայթով, մտածելով, որ կերպարներից մեկին, Էմիլին, ինքն է սպանել, ոչ թե սպանել է, այլ Էմիլի ինքն է սպանել եղել իր պատճառով, ու այդ աղջիկը տես ծանրացած խղճով ապրում է արդեն 48 սերիա։ Так вот, հիմա ասում եմ մամ ջան, գնա ասա, որ Սառան կապ չունի այդ սպանության հետ, Էմիլի մահվան հետ ոչ մի կապ չունի, թող այդ աղջիկը վերջապես հանգիստ ապրի երջանիկ լինի։ Եվ YouTube-յան կոմենտները այդ հարցի շուրջ։ Վայ թաղեմ քեզ Ռեբեկա, վայ ում տեղնես դու քեզ, վայ փչացածի մեկը հանայքի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ այս մարդուն։ Թափ տուն ամենը։ Մաս երկրորդ։ Ուրեմն, այս մեր հայրը, Միսակը, այդքան բարի պտուղ չէր մյուսների համար, բայց դա մեր հայրն էր։ Մեզ լավ էր նայի տարբերություն մեր
մորն Արինեին նա ամբողջ մանկության ընթացքում մեր կողքին է եղել, ուշադիր է եղել մեզ եւ այլն եւ այլն։ Ուրեմն, այս մեր հորը սպանում են ու ով որ սպանել է, իր տղան գալիս է որ ամուսնանա իմ փոքր քրոջ հետ։ Իմ չէ Ռեբեկայի։ Այս Ռեբեկան գժվում է։ Ասում է, չէ, ոչ մի դեպքում ով որ հորը սպանել է, իր տղեն չպիտի իմ քրոջ հետ ամուսնանա եւ այլն եւ այլն։ Մյուս կերպարները համաձայն են։ Ասում են, օքեյ, պրոբլեմ չկա, Միսակին է սպանել։ Բարի գալուստ մեր ընտանիք տղա ջան։ Հիմա հարց։ Как бы Ռեբեկա adekvatն է, ինձ թվում է ես էլ տենց կանեի, ով ուզում է լինի, հաստատ տենց կաներ։ Գուշակեք կոմենտները ինչի մասին են։ Վայ թաղեմ ես քեզ Ռեբեկա դու խիես քիթը։ Եթերում ինչպես պատրաստել սուրճ, երբ չկան պայմաններ, հաղորդաշարն է, եւ այսօր մենք պատրաստում ենք սուրճ խարույկի վրա։ Կմեկնաբանեք ձեր գործունեությունը։ Когда костер разгорается, кофе готов. Շնորհակալություն, կհանդիպենք մյուս դասին։ Մաս 3 Այս Ռեբեկայից նշանածը, նույն ինքը Վահեն, մեռնում է։ Այս Ռեբեկան իրան կոտորում, տարապում, տանջվում եւ այլն, դες աղգրում են, վայ ինչ մեղ կա Ռեբեկան եւ այլն։ Անցնում է մի ամիս։ Հայտնվում է նոր կերպար, նույն ինքը Արամը։ Սկսում է Ռեբեկային հետապնդել, ինչ-որ կոմպլիմենտներ անել, ինչ-որ հետաքրքիր փորձել ժամանակ անցկացնել Ռեբեկայի հետ եւ այլն։ Ռեբեկան բնականաբար Արամին ոչ մի ուշադրություն, 0, նույնիսկ նյարդայնանում է, որ անընդհատ Արամը իրան փորձում է հետապնդի, փորձում է կապի դուրս գա հետը, տան տեղն է ճշտում, հեռախոսի համարն է ճշտում, նորմալ է, այդ աղջիկը մի ամիս առաջ է նշանածին կորցրել։ Կոմենտները. Թաղեմ քեզ Ռեբեկա, այդ տղունքի ես նեղացնում, այդ դու տենց լավն ես ինքը վատնա, հա։ Բարի օր բոլորին։ Այնքան եմ սիրում այգու նկարահանումները, ոնց որ բոլորս ինչ որ հատուկ ֆիլտրերով լինենք։ Գումարած դրան այս մաքուր օդը, գումարած դրան այն, որ այսօր ընդհանրապես անձրև չի գալու։ Հավասարը երջանիկ օր։ Առակս ինչ կուսուցան է, յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում թաղեք Ռեբեկային։